Բարև ձեզ հարգելի ընկերներ, հարգելի գաղափարակիցներ, հատկապես արթուն ենք շարժման համակիրներ, ինչպես տեղեկացաք, քիչ առաջ, մոտ 1 ժամ առաջ, Նիկոլական դատարանը հանկարծակի, անսպասելի որոշում կայացրեց, ըստ էության որոշում կայացրեց բանտարկել Մասիս համայնքի ղեկավար, ընտրված համայնքապետ եւ իմպիչմենտի գործընթացի վարչապետի պաշտոնապես թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ Միանգամից ասեմ, սկսեմ քրեական այդ գործից, որովհետեւ բազմաթիվ զանգեր եմ ստանում, բազմաթիվ մարդիկ հետաքրքրվում են, ինչա այս խիսենց եղավ եւ այլն։ Ուրեմն գործը, որով որ կալանավորման որոշում է կայացրել, ինչ որ անհապաղ կալանավորման որոշում է կայացվել եւ 6 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել Դավիթ Համբարձումյանը, բացարձակապես որևէ կոռուպցիայի հետ կապված ոչ մի առնչություն չունի, այսինքն ինքը կոռուպցիայի հետ կապված չի, հա։ Դավիթ Համբարձումյանին վերագրվող արարքը 2018 թվականի ապրիլին արարք է, արդեն 8-րդ տարին է պատտվում այդ արարքի մասով, ինչա տեղի ունեցել, հետևյալը 2018 թվականի ապրիլին ադրբեջանա-թուրքական հեղափոխության օրերին Հովտաշեն եւ Հայանիստ գյուղերի խաչմերուկում մի խումբ ցուցարարներ, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են, հանդիսանում եւ մի խումբ ուրիշ մարդիկ, էլի ըստ երևույթին այլ քաղաքական կողմնորոշում ունեցող, իրար հետ միջադեպ է տեղի ունենում, մարդիկ ինչ որ իրար հետ վիճում են, վիճաբանում են, ոչ մի ինչ որ արտարոց բան տեղի չի ունենում, այսինքն ոչ մեկի ոչ ծեծում են, ոչ սպանում են, ոչ ինչ որ ոչ մի բան։ Ուղղակի երկու խումբ մարդիկ 2018-ի ապրիլին իրար հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով ունենում են վիճաբանություն։ Եվ հետո հետագայում կյանքը ցույց է տալիս, որ այդ առումով ճիշտ էին երևի երկրորդ խումբ մարդիկ, ովքեր փորձում էին կանխել Հայաստանում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը եւ այս ամբողջ աղետները, որը մեր երկրի վրա հետո կախվեցին։ Այդ հեղափոխության պտուղները մենք առ այսօր ամեն օր ճակերտավոր ասած վայելում ենք։ Հա, դե բախումատ այս վիճաբանությունն է, այստեղ ինչ կապ ունի Դավիթ Համբարձումյանը։ Բանն այն է, որ ցուցարարներից մի քանիսը, երբ որ արդեն ոստիկաններ են գալիս եւ այլն այդ մարդկանց տանում են, ցուցարարներից մի քանիսը ցուցմունք են տալիս, որ այդ պահին սուտ ցուցմունք են տալիս, ձեզ ասեմ, որ այդ պահին այնտեղ ներկա եղել Դավիթ Համբարձումյանը, խոսքը կրկնում եմ 2018 թվականի ապրիլի մասին է։ Եվ այդ ցուցմունքները հետաքրքիր կերպով արվում են այնպես, որ շատ հետաքրքիր կերպով, որ իբր Դավիթ Համբարձումյանը ոչ միայն այնտեղ է եղել, այլ զենքը ձեռը ասենց ինչ-որ վազվզել է ու կարգադրություններ է տվել։ Հետագայում բոլոր ցուցմունք տված 4 անձինք հրաժարվում են իրենց ցուցմունքներից, այսինքն ասում են, որ նման բան չի եղել։ Վիճաբանության բոլոր մասնակիցների մասով քրեական գործը կարճվում է։ Մնում է միայն Դավիթ Համբարձումյանի մասով գործը, որը 2019 թվականից առ այսօր գտնվում էր դատարանում, այսինքն քննվում էր 7 տարի քննվում էր այդ գործը դատարանում։ Հետևաբար, եթե վիճաբանության մասնակիցները չկան քրեական գործում, այստեղ մնում է մենակ մի հոգի, որին որ ինչ որ ցուցմունքներ են տվել, որ այդ մարդը դեղ ա եղել, որը ձեզ որպես Դավիթ Համբարձումյանին շատ լավ ճանաչող մարդ, ձեզ ասում եմ, որ բացառվում է Դավիթ Համբարձումյանը ոչ միայն անձամբ ներկա լինել այնտեղ, այլ նաև տենց այդ հիմարությունը, որ իրան վերագրում է, որ ինքը զենքը ձեռը վազվզել է, որ մարդկանց կարգադրություններ ա տվել այնտեղ անձամբ,
դա ուղղակի բացառում էր։ Իր մասով գործը արկախված թողեցին։ Այս գործը ընթացս տաքացնում, սառացնում էին այն ժամանակ, երբ որ Դավիթ Համբարձումյանը ցույց էր տալիս ինչ-որ ակտիվություն։ Նույնիսկ 2018 թվականին Դավիթ Համբարձումյանին այս գործի շրջանակներում կալանավորեցին, մի քանի ամիս հետո խափանամիջոցը փոխեցին գրավ, ու առ այս պահը խափանամիջոցը գրավն էր Համբարձումյանի։ Տարիներ անց, այսինքն 7.5 տարի անց, նաև անձամբ իմ խնդրանքով եւ իմ հորդորով, իմ համոզելով Դավիթ Համբարձումյանին, որ impeachment-ի գործընթացը որպեսի չկանգնի, այսինքն չդոփի տեղում, որովհետեւ մինչեւ այս իրավիճակը ընդդիմության ներսում իրականում գոյություն ուներ տեխնացուի, այսպես ասեմ, փնտրտուք եւ impeachment-ի գործընթացը կանգնում էր տեխնացուի բացակայության պատճառով։ Մի կողմ եմ թողում ընդդիմության ներքին հարցերը, որոնց մասին բազմաթիվ անգամ ձեր հետ խոսել եմ, այն որ կար այս կամ այն փոքրիկ ընդդիմադիր խմբավորումների մեջ կար թե ներքին խանդ, թե ամբիցիաներ, թե միգուցե իրար չհասկացվածություն եւ այլն, այդ սա թողնում եմ մի կողմ, ամեն դեպքում այդ ամեն ինչը հաղթահարվեց ի շնորհիվ Դավիթ Համբարձումյանի խիզախ քայլի։ Դավիթ Համբարձումյանը շատ ծանր է այդ որոշումը կայացրել, դառնալ impeachment-ի վարչապետի տեխնացու, որովհետև այդ կարգավիճակը իրեն բացարձակ ոչ մի բան չի տվել, իսկ իր կյանքից եւ ինչպես տեսնում եք նաեւ ազատությունից խլել է շատ բան։ Եվ ես օգտվելով առիթից նաեւ շնորհակալություն եմ այս բանին նույնպես հայտնում Համբարձումյանին, որ ինքը իրեն դրեց այս process-ի կարելի ասել զոհասեղանին, որպեսզի մենք բոլորը ստանանք հնարավորություն Հայաստանում իրական իշխանափոխություն իրականացնելու այդ հնարավորությունը ունենանք։ Սակայն իշխանությունը ըստ երևույթին ենթադրում եմ այս սեպտեմբերի 26-ի հատկապես այդ 26-ի լսումներից հետո արդեն ենթադրում եմ վտանգ զգաց impeachment-ի գործընթացից, որովհետև մինչև այդ իր հույսը ընդդիմության պառակտվածությունն էր եւ տեխնացուի մասով էր այդ պառակտվածությունը հիմնականում, տեխնացուի մասին տարբեր պատկերացումներ ունենալու մասով էր, երբ որ արդեն ստորագրությունների թիվը նաև հասավ 34-ի, process-ը ստացավ բավական ծանրակշիռ արդեն ընթացք, այդ մասին դեռ մենք առիթ կունենանք խոսալու, քանի որ այդ առումով էլ կան որոշակի տեղաշարժեր, այսինքն նաև լսումներից հետո, եւ այդ լսումներից անմիջապես հետո միանգամից, այսպես ասած, արագացվեց Դավիթ Համբարձումյանի մասով դատաքննությունը, արագ մտավ, այսպես ասեմ, վերջնական փուլ եւ վերջում ստացանք այս դատավճիռը։ Նաեւ ուզում եմ բոլորին հայտնել, հատկապես լրագրողներին, այս մասի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, ինչի 6 տարի 3 ամիս։ Հոդվածը, որը մեղսագրված էր, արարքը, որը մեղսագրված էր Դավիթ Համբարձումյանին, պատիժը այդ արարքի քրեական օրենսգրքով 4-ից 7 տարի էր։ Հիմա զարմանալի է, չէ՞, ասենք Դավիթ Համբարձումյանը 4 մանկահասակ երեխաների հայր, նախկինում չդատապարտված, բավական լավ, հարգարժան մարդ, լավ դրական կենսագրությունով, մի քանի բարձրագույն կրթություն ստացած, սիրված, հարգված մարդ, այսինքն նրան դժվար է բնորոշել որպես ենթադրենք, այսպես ռեցեդիվիստ կամ հանցագործ, որին այդ 4-ից 7 տարվա այդ ամպլիտուդայի մեջ դեպի 7 տարին էր պետք տալ։ Հարգելի լրագրողներ, հատկապես եւ նաեւ աջակիցներ, գաղափարակիցներ։ Բանն այն է, որ եթե Դավիթ Համբարձումյանին դատապարտեին 6 տարվա օրինակ ազատազրկման, այն 3 ամսվա պոչը չլիներ, ապա Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կգործեր համաներում եւ Դավիթ Համբարձումյանը չէր բանտարկվի, այսինքն ազատազրկման չէր դատապարտվի։ Հետևաբար շատ կարևոր էր իշխանության համար, որպեսզի 6 տարի եւ պլյուս ինչ որ
ամիսներ անպայման լիներ, որպեսզի Դավիթ Համբարձումյանին անպայման դատապարտեին ազատազրկման։ Ինչպես նաև ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ դատախազը ոչ միայն պահանջել է ազատազրկման եղանակով Առաքելածանի դատարանից պատիժ, այլ նաև պահանջել է անհապաղ, այսինքն հենց հիմա կալանավորել Դավիթ Համբարձումյանին, չսպասելով, որ դատարանի օրինական վճիռը մտնի ուժի մեջ, այսինքն չսպասելով, որ Դավիթ Համբարձումյանը հնարավորություն ունենա իր նկատմամբ կատարված դատական ակտը բողոքարկի, օրինակ, վերաքննիչ դատարանում, վճռաբեկ դատարանում, այսինքն այնքան շուտափույթ է եղել այս որոշումը, որ միանգամից նաև դատավճիռի հետ միասին որոշում է կայացվել, իսկ ես արդեն ակնհայտ տեսնում, որ պարտադրվել, որ անհապաղ փոխեն նաև Դավիթ Համբարձումյանի խափանուն միջոցը այս շինչ ու գործի շրջանակներում եւ գրավից փոխեն կալանք, որպեսզի Դավիթ Համբարձումյանը հնարավորություն չունենա ազատության մեջ գտնվելով բողոքարկի վերաքննիչ դատարանում իր նկատմամբ կիրառված դատական ակտը կամ վճռաբեկ դատարանում, այսինքն այստեղ խնդիրը դրված է եղել առաջինը անպայման ազատազրկել Դավիթ Համբարձումյանին, դա երևում է նրանով, որ 4-ից 7 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածով Դավիթ Համբարձումյանին դատապարտել են 6 տարի 3 ամիս ազատազրկման, հաշվի չառնելով կրկնում եմ մի շարք մեղմացուցիչ եւ այլ հանգամանքներ, ես թողում եմ մի կողմ, որ այդ գործը շինծու է, այդ էլ մի կողմ եմ թողում։ Երկրորդը որոշում է կայացվել, սրանք երկուսն էլ քաղաքական որոշումներ են։ Որոշում է կայացվել, քաղաքական որոշում է կայացվել անհապաղ Դավիթ Համբարձումյանին բանտարկելու, անհապաղ դա անելու եւ հետեւաբար այդ որոշումն էլ արտահայտվել է այդ ձևով, որ նրա խափանուն միջոցը անհապաղ փոխել են արդեն ազատազրկման, կրկնում եմ, հնարավորություն չտալով Դավիթ Համբարձումյանին ազատության մեջ գտնվելով բողոքարկել իր մասով դատական ակտը, ինչպես սովորաբար դա լինում է, օրինակ, ինչպես դա օրինակ եմ ասենք, եղավ Սասնա ծռեր խմբավորման հետ կապված, այսինքն այդ մարդկանց խափանուն միջոցները փոխեցին, որոնք ավելի ծանր հանցագործությունների մեջ էին մեղադրվում, իրանք բողոքարկեցին վերաքննիչ, հետո վճռաբեկ դատարան եւ այլն, նոր մտավ ուժի մեջ, նոր վճռաբեկ դատարանի դատական ակտից հետո այդ մարդկանց նոր, երբ որ այն մարդկանց, ով որ թողեց նույն ազատազրկում տարան բանտ, ովքեր որ այլ պատիժներ ստացան, իրանք չգնացին բանտ։ Այս պարագայում այդ նորմը չի գործել եւ կրկնում եմ, Դավիթ Համբարձումյանի մասով կայացվել է երկու քաղաքական որոշում։ Քաղաքական որոշում համար առաջին ազատազրկել ամեն գնով բանտարկել Դավիթ Համբարձումյանին, երկրորդ դա անել անհապաղ, այսինքն հենց հիմա այս պահին անել, այսինքն չթողել վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները, ենթադրենք իմ հաշվարկով, որպես ձեզ ասեմ, նաեւ նստածելած մարդ եմ ասում, իրան կտևեն մոտ 6 ամիս, 7 ամիս կտևեն։ Այսինքն այդ 6-7 ամիսն էլ քաղաքական իշխանությունը որոշել է Դավիթ Համբարձումյանի համասով չսպասի եւ արագի մեջ բանտարկի։ Դավիթ Համբարձումյանը այս բան գտնվում է աշխատանքային այցով Մոսկվայում, то есть մի քանի օր առաջ է գնացել, անկեղծ ասած սա անսպասելի էր բոլորի համար, իմ համար անսպասելի էր։ Շատ շոկային անսպասելի էր իմ համար, ես անկեղծ եմ ասում, շոկի մեջ եմ։ Իմպիչմենտի գործընթացի մասով ոչ մի բան մեր ծրագրում չի փոխվում, բացարձակապես ոչինչ չի փոխվում։ Մենք նույն կերպ, նույն ձևով իմպիչմենտի գործընթացը տանում ենք։ Դատարանի վճիռը մինչև ուժի մեջ մտնելը Դավիթ Համբարձումյանը հանգիստ կարող է շարունակել մնալ վարչապետի թեկնածու, եթե ինչ-որ բան փոխվի, այսպես ասեմ, դառնա օրենսդրորեն անհնարին նրա վարչապետի թեկնածությունը շարունակելը, ինձ թվում է նաև կարող է այլ ինչ-որ տարբերակներ, լուծումներ կգտնեն առաջադրողները,
Դավիթ Համբարձումյանին, ես իմ կողմից եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Դավիթ Համբարձումյանին իր բացառիկ դերակատարման համար վերջին շրջանում ընդդիմադիր գործունեության մեր ընդհանուր դաշտում իր բացառիկ դերակատարման համար իր օգնությամբ մենք վերջապես այդ կանգնած սայլատեղից մի փոքր բրդեցինք, շարժեցինք առաջ իմ կարծիքով բոլոր այն մարդիկ ովքեր անհապաղ իշխանափոխություն են ուզում, անհապաղ ուզում են կանգնեցնել այս ամեն ինչը, ինչը որ տեղի ունենում, թե եկեղեցու շուրջ, թե սահմաններին, թե ամեն ոլորտում, որ կա, այս ուղղակի ամենացավոտները մի քանի հատ արձանագրեցի։ Այդ բոլոր այդ մարդիկ նաև իրենց հերթին պետքա շնորհակալ լինեն Դավիթ Համբարձումյանին, որովհետև ինքը իրեն դրեց այդ ընդդիմադիր զոհասեղանին, որովհետև եթե ինքը դա չաներ այդ քայլը, շատ հնարավոր է եւ ամենայն հավանականությամբ տենց է կլիներ այս գործը ուղղակի տենց քնած կմնար եւ ինքը ազատության հետ կապված որևէ խնդիր չեր ունենա ինքը դա արել է գիտակցված ինքը դա արել է մեծ սիրով ինքը արել է իր երկիրը իրապես գործնական սիրելով եւ ես քիչ առաջ իդ խոսացի ինքը մի գրամ չի փոշմանել ոչ մի բանի համար եւ շատ մարտական է ոգին տեղն է ամեն ինչը տեղն է то есть բացարձակապես դա այս ամեն ինչը որևիցե կերպ չի ազդել նրա որոշումների նրա տեսանկյունների նրա կարծիքի վրա այս պայդրությամբ այսքանը խնդրում եմ 3 պահը հիշեք Դավիթին մեղսագրվող արարքը բացարձակ կոռուպցիայի հետ կապ չունեցող արարքը նույնիսկ այսքան ընթացքում չկարողացան մի հատ նորմալ կոռուպցիոն ինչ-որ բան գտնեին, որ այսպես հայտարարելու բանով բանանային, այդքան մաքուր աշխատել Դավիթը եւ աշխատում, ինչի համար ես հպարտ եմ, որ ես իր անգերն եմ, իր գաղափարակիցն եմ։ Երկրորդը ազատազրկման որոշումը քաղաքական է, այսինքն ամիսների այդ վրատավճռի մեջ 3 ամիս ընդամենը եթե քիչ տային Դավիթը չէր ազատազրկվելու իսկ իրանք հատուկ բերեցին մինչև այդ ծանրացրեցին այդ ամեն ինչը ընդ որում այդ վկաների ասածը որ ինքը զենքով է եղել բան դա պետք էր որպեսզի հենց զինված խուլիգանության հոդված դնեին որը ավելի ծանր հոդված էր այսինքն որը այդ ամնիստիայի շրջանակներից դուրս էր այսինքն ի սկզբանե խնդիր ա դրած եղել քրեական գործ կախել այս մարդու գլխին եւ ազատազրկման վախեցնելով փորձել ենթարկեցնել ինչը իրենց մոտ դա չստացվեց երրորդը անհապաղ ազատազրկման որ քաղաքական որոշում է կայացվել Դավիթ Համբարձումյանի շտապողականություն է կայացվել այսինքն դա այնքան են վռազել Դավիթին բանտարկելու որ նույնիսկ խափանման միջոցն են փոխել գրավից արագ սարքելով կալանք մարդը 7 տարի գրավով գտնվում է խապգրավի խափանման միջոցի ներքո բացարձակապես երբեք չի խախտել խափանման միջոցի կանոնները եւ ընդհանրապես նպատակ չկար որևիցե առումով չկար տենց միտում Դավիթ Համբարձումյանին խափանման միջոցը փոխելու կամ բանել հետեւաբար այս քաղաքական որոշման մասով այս երկուսը հստակ է որ որոշում է կայացվել 8 տարի քննվող գործով կայացնել այնպիսի վճիռ, որով որ անպայման Դավիթ Համբարձումյանը ազատազրկվի, կրկնեմ 3 ամիս քիչ տային չէր ազատազրկվելու։ Եվ այդ երկրորդ քաղաքական որոշումը կայացվել է անհապաղության համակարգով։ Սա եկեք այդ նույն ծայծված ֆրազաները չասեմ, որ սա բացահայտ բռնաճնշումներ անդիմադիր համայնքապետերի ընդդիմության այս պայդրությամբ նաև վարչապետի միասնական տեխնացուի, որտեղ համենայն դեպս խորհրդարանական ընդդիմությունը Դավիթ Համբարձումյանին միաձայն առաջադրել է վարչապետի տեխնացու եւ իմպիչմենտի գործընթացի մեջ նրա անվան տակ դրած է ամբողջ ընդդիմության ստորագրությունները իմ կարծիքով սա բավական ավելի մեծ այսպես ռեզոնանս առաջացնելու ամենա այս հանգամանքը հատկապես համենայն դեպս ամեն ինչ փորձելու ենք անենք որպեսզի ամբողջ աշխարհում տեղեկանան որ
Նիկոլ Փաշինյանը բռնաճնշումներով փորձում է պայքարի ցանկացած մեկի դեմ, ումից որ իշխանության վտանգ ազգում։ Այս պայդրությամբ այսքան է, եթե ինչ-որ այլ որոշումներ կլինեն, այլ նորություններ կլինեն, ես այդ մասին ձեզ կհայտնեմ, Այսա սովորական, գիտեք, նիկոլիզմ, այսինքն ոչ մի ինչ-որ արտասովոր այդ առումով ոչ մի բան տեղի չի ունեցել, կրկնում եմ, դա որևիցե կերպ չի ազդել մեր որոշումների, մեր անելիքների, մեր ծրագրերի վրա բացարձակապես, ինձ թվում է սա այն կետն է, որը ավելի կմիավորի ընդդիմությանը, այս կոնկրետ այս կետի շուրջ, սա այն կետն է, որի շուրջ կարելի է ավելի պայքարը դարձնել ամուր, ավելի պինդ եւ ավելի արդյունավետ։ Ձեզ լավ օր եմ մաղթում, Դավիթին կամք եւ ուժ եմ մաղթում, կրկնում եմ 4 մանկահասակ երեխաների հորը, սիրված հարգված համայնքապետին, ընդդիմության միասնական վարչապետի տեխնացուին, իշխանությունը այսօր 2 քաղաքական որոշումով դատապարտեց բանտարկության։ Լավ եղեք, կհանդիպենք, դեռ կշփվենք, եթե նորություն ունի, ձեզ անպայման կհայտնեմ։